Ողջույն սիրելիներս, այսօր կիսվելու եմ ձեզ հետ, թե ինչ եմ ես ինձ հետ տանում դեպի ինքնաթիռ։ Ամենաառաջինը իմ պայուսակն է, ինչպես տեսնում եք, ինքը sense փոքրիկ, շատ հարմար պայուսակ է եւ ինքը կապում է գոտկատեղին։ Շատ հարմար է, ճանապարհորդելիս ձեռքից չես բռնում, չես կորցնում, միշտ կապված է լինում։ Բայց ցույց տամ, թե ինչ կա իր մեջ։ Ինձ համար ամենակարևորը դա սպիրտն է։ Մակարդակ էս ալկաշողը, չէ։ Իրականում սպիրտը շատ կարևոր է, հասեմ ինչի։ Ես երբ նստում եմ ինքնաթիռ, անպայման օգտագործում եմ սպիրտ եւ մաքրում եմ իմ շուրջը, ինչին ես դիպչում եմ։ Սկսած գոտից, վերջացրած այդ գլխի բարձիկից, որը որ այսպես հենվում ենք։ Քանի որ աերոպորտում ամենտեղ միկրոբներ են, իսկ ես իմ տեսակով ահավոր զզվող եմ, ես վերցրել եմ 70%-անոցը, կարող եք անպայման ունենալ ձեր հետ։ Բացի սպիրտից ունենում եմ թաց անձեռոցիկներ, մեկի տեղը 2 հատ մինիմում։ Ունենում եմ անպայման բալզամ для գուր, սա ինձ թվում է աղջիկներին ավելի հարմար կլինի։ Գրիչ, այս գրիչը Դուբայից եմ բերել, ինձ ուշ է մնացել։ Քանի որ պահի տակ կարող ես շատ շտապ մի հատ բան պետք լինի գրել ու մինչև ընկնեք ստեղ գրիչ ընտրելու նպատակով այն ձեր մոտ կլինի արդեն։ Ձեռքի կրեմն է, ինչը որ աղջիկներին շատ պետք կգա։ Ամենակարևորներից դա AirPods-ն է։ Ոնց կարող եմ տուն նստել ինքնաթիռ առանց երաժշտության։ Չեմ պատկերացնում ուղղակի։ Հաջորդը ես վերցնում եմ ինձ հետ վիտամիններ։ Եթե դուք ուզում եք վիտամիններ, անպայման ձեզ հետ վերցրեք։ Մի մոռացեք, խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր որ իրենց վատ են զգում, սրտխառնոց ունեն ինքնաթիռներից, խորհուրդ կտամ վերցնեք գրամինա, այստեղ անմտածել մնացածը դուք արդեն կկարդաք։ Առանց power bank չկա կյանք, ու ինչպես տեսնում եք, ես ունեմ այսպիսի 4 սարքերի համար նախատեսված power bank, քանի որ ես շատ եմ մոնտաժ անում ճանապարհների, իմ հեռախոսը շատ շուտ է նստում ու սա ուղղակի փեցություն է։ Բայց ամեն դեպքում power bank-ից զատ, եթե ունեք հնարավորություն հոսանքով զարդկայի դնեք, խորհուրդ կտամ այսպես անեք հնարավորության դեպքում, քանի որ այսպես մարդկանցը ավելի երկար կյանք ունենա։ Վերցնում եմ այսպիսի բարձիկ, ես հիմա չեմ բացի, որովհետև պետք է փչել իրեն։ Ինքը բարձրից է որ դնում ես վզիտ, ու շատ փափուկ, հարմար քննես, ու բացի սրանից պատվիրել եմ մի հատ շատ հարմար բան, դեռ ճանապարհին է, պետք է որ հասնի վաղը։ Նկարով էստեղ թողեմ որ տեսնեք, կարող եք պատվիրել, կապում ես այդ սեղանիկից, աթոռի դիմացի, ու ոտքերը դնում ես իրեն, համ փափուկ է, համ շատ հարմար է, ու հետո ոտքերը էլ չեն հոգնում։ Միշտ ասում են, երբ որ թռնում ես, ոտքերը պետք է բարձրության վրա լինի, որպեսզի շատ չայտուցվի, չհոգնի եւ այլն։ Առաջին անգամ եմ իհարկե փորձելու, բայց ինձ թվում է ինքը բավականին օգտակար բան է։ Միշտ կգտնվի պահ, երբ դու կուզենաս կամ խաղցր ուտես կամ աղի ուտես, ու բացի սրանից ես անում շատ խմբային տուրեր եւ իմ խմբի երեխեքն էլ պահի տակ սովածանում են եւ սա ուղղակի փրկություն է լինում, որը տենց է ցույց տվել։ Այդպես, ինձ թվում է, որ այսքանը ամենակարևորներից են, եթե դուք կարծում եք, որ էլի կարևոր բաներ կա, որոնք ես մոռացա նշեմ, անպայման ուսում նշեք կոմենտներում, ես անպայման կկարդամ։ Դե ինչ ասեմ, շուտով մեկնում եմ կրկին երկրից, անպայման դες կպատմեմ այնտեղից։ Եվ ուզում եմ նշել, որ եթե ամրանը դուք մեկնելու եք, կապ չունի որտեղ, եթե դες հարկավոր է լինելու ISIN, ես կթողնեմ այստեղ իմ պրոմո կոդը եւ այդ պրոմո կոդով դուք կարող եք ստանալ $3 բոնուս եւ կարող եք գնել ձեր փաթեթը $3-ով ավելի մատչելի։ Ես օգտագործում այս հավելվածը։ Շնորհակալ եմ որ նայեցիք վիդեոն մինչև վերջ, մինչ նոր հանդիպում։ Hasta luego։